Նարեկ Սամսոնյանի գործով հերթական դատական նիստն է, չդադարող հետապնդումներ, ինչ սպասել այսօրվա դատական նիստից։ Նարեկ Սամսոնյանի գործով այսօրվա դատական նիստը այն դրսևորումներից մեկն է, որը կայուն տեղ է գտել հայաստանյան ներքաղաքական իրականության մեջ, որովհետև հոդվածները միգուցե փոփոխվում են, բայց քաղաքական պայքարի մեջ մտած եւ այս իշխանությունների դեմ պայքարող եւ սկզբունքային դիրքորոշում արտահայտողների նկատմամբ կա բացահայտ հետապնդումներ, որոնք ամենատարբեր դրսևորումները այսօր ունենում են։ Հիմա հերթականներից մեկը այսօր է, այս դատարանում է, բայց այստեղ բնականաբար իրավական որևէ process-ի մասին անիմաստ է նույնիսկ խոսելը, որովհետեւ այն գործընթացները, որոնք կան Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, Արմեն Աշոտյանի նկատմամբ, Նարեկ Մանուկյանի նկատմամբ, Մամիկոն Ասլանյանի ու շատ մարդկանց նկատմամբ, դրանք իրականում որևէ կապ չունեն իրավական գործընթացների հետ եւ բացառապես քաղաքական նշանակության հարցեր են։ Եվ այս տեսանկյունից նաև պետք է նշել, որ իշխանության մոտեցումը եւ ճնշումները, որոնք հատկապես այս ձևով են դրսևորում, դրանք շարունակական են, դրանք գնալով ավելի են կոշտանում, որը ավելի շատ պայմանավորված է նրանով, որ որքան իշխանությունը տեսնում է իր խոցելությունը, կարևոր չէ դա ներքաղաքական թե արտաքին բաղադրիչ ունի, դրանով պայմանավորված ներքին ճնշումները եւ պատժիչ մեքենան շատ ավելի լայն թափով է գործում։ Եվ պարոն Աբրահամյան, վստահ եմ հետևել եք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, այնտեղ մի շատ վտանգավոր հայտարարություն արեց, ասելով, որ տարիներ շարունակ Հայաստանը իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Արցախի վրա, մտածել է Արցախի հանրապետության անվտանգության մասին, Արցախի ժողովրդի մասին, դրանով անտեսելով Հայաստանի հանրապետության անվտանգությունը, սուվերենությունը, ինչ կարող եք ասել այս հայտարարության մասին։ Հաշվառելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությունները անում է գիտակցելով, այսինքն այնպես չէ, որ նա չի հասկանում, շփոթվում է կամ այսպես ասեմ սայթ հակում է, ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի այս ժողովրդի համար ստեղծի մի կեղծ իրականություն։ Որն այդ կեղծ իրականությունն է։ Իրականության մեջ այն մարդիկ, ովքեր համարում են, որ Արցախը եղել է բեռ, Արցախը եղել է վայր, որտեղ ստիպված Հայաստանի ռեսուրսներն են գնացել, չգիտեմ, հարկ վճարողների հարկերն են գնացել, Հայաստանի Հանրապետության անվտանգության ուղղված բյուջեն է գնացել եւ այլն, դրանք այն մարդիկ են, ովքեր կամ իրականությունից որևէ ձևով չեն հասկանում եւ պատկերացում չունեն ինչ է անվտանգության համակարգը, կամ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմակիցների նման մարդիկ են, ովքեր լավ է գիտակցում են, թե ինչ դեր է կատարել Արցախը առաջին հերթին նաև որպես անվտանգություն Հայաստանի Հանրապետության համար, բայց այն մարդիկ, ովքեր հանձնել են Արցախը, բնականաբար փորձելու են ճակերտավոր հիմնավորումներ փնտրել, արդարացնելու իրենց դավաճանությունը։ Այս տեսանկյունից Արցախը բացի նրանից, որ մեր հայրենիքի մի հատվածն է եղել, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, Արցախը անվտանգության համակարգում ունեցել է առանցքային դեր Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության հարցում եւ պատահական չէ, որ 20 թվականի պատերազմից հետո, երբ որ աստիճանաբար սկսվեց խոցվել եւ Արցախի Հանրապետության տարբեր շրջաններ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, որի վերջնակետը դրվեց սեպտեմբերի 19-20-ի այդ ադրբեջանական օպերացիայի ժամանակ, Հայաստանի անվտանգությունը մեծագույն այսպես ասեմ, տապալում ապրեց։ Այսինքն պետք է հասկանալ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել Արցախում, կլինի տնտեսությունում, մարդկային կապիտալում, թե անվտանգության հարցում, այդ մարդիկ արել են ժամանակին գիտակցաբար, որովհետև հասկացել են, որ Արցախի անվտանգությունը անվտանգության բավականին մեծ հովանոց է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ նույն կերպ նաև պետականության հետ կապված, երբ որ ասում են, որ Հայաստանում պետականություն չէր կայացել, որտեղ ամեն ռեսուրս դրվում էր Արցախի վրա, գիտեք, ճիշտ հակառակն է տեղի ունեցել։ Այդ լկտիությունը, որը հնչեցվում է Արցախի եւ Հայաստանի հետ կապված, լկտիությունը ամենամեղ բառով եմ դա բնութագրում։ Իրականության մեջ նախ Հայաստանի Հանրապետությունը գոնե մինչև 2018-ը կայացած պետությունների բոլոր ինստիտուտներով եւ առաջին հերթին այն ինստիտուտներով, որոնք ապահովում էին Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, այլ բան է, որ 2018-ից հետո այդ անվտանգությունը ջարդեցին, այդ պետականությունը դարձեցին խոցելի եւ դրանք անող մարդիկ այսօր եկել են խոսում են Հայաստանի պետականության հետ կապված խնդիրներին։ Ավելին ասեմ, Արցախի Հանրապետության, հայկական երկրորդ հանրապետության կայացումը
եւ նաեւ նրա միջոցով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը այսօր մեծ այս վերջին 3 տասնամյակում մեծ խնդիր է լուծել նաև Հայաստանի Հանրապետության համար։ Եվ մենք ունեցել ենք թեև չճանաչված Արցախի Հանրապետություն, բայց իրենց պետականությունը կերտած, ամրապնդած, կայացած պետական ինստիտուտներով երկու հայկական հանրապետություն, որը Նիկոլ Փաշինյանի համար ջանքերով կոդրվեց, ջարդվեց, դարձավ խիստ խոցելի, իսկ Արցախն դրանց ձեռքերով ուղղակի հանձնվեց թշնամուն։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան։